Բարի օր սիրելիներ, բարի եկեք Աստծո տունը, այսօր հրաշալի հիանալի օր է, մեր Փրկչի ծնունդն է։ Ընդհանրապես, եթե մենք տարեդարձներ ենք գնում, շնորհավորում ենք այդ անձնավորություններին, իրենց ծննդյան արդիվ տարեդարձը, բայց գիտեք, պիտի մենք մեզի շնորհավորենք Հիսուսի ծննդյան արդիվ։ Ինչու՞։ Որով մեզ համար ծնվեց, մեր փրկության համար ծնվեց, մեզ բերեց խաղաղություն, սեր, ուրախություն եւ հաճություն։ Փառք իր սուրբ անվան համար։ Ուրեմն այնպես որ արժանի է, եկեք այսօր իրան փառավորենք ու մեծարենք։ Ամեն։ Կփայլի հաստղը Բեթլեհեմի և հերվից շատ աչքեր կգրավի Հոնուր փրկիչը ծնվեց Հոնուն փրկիչը ծնվեց Նուր գիշեր, սուր գիշեր Հովտին վրա Ռեշտակների անթիվ խումբը կերկե Երկվոր ցնցման ավետիս կբերե Տերը փրկիչը եկավ Տերը փրկիչը եկավ Նուր գիշեր Սուր գիշեր, ով դու երկիր ալարդնցիր, քո հորնությունը դարձվեր թողելնի, փառք Աստծոյի բարձունս երկիր, խաղաղություն աշխարհին, խաղաղություն աշխարհին Խաղաղություն աշխարհի, ամեն, ալելույա Սոֆորուզան մոնջի ման մոլուտ գաշտարին ջահան Տեշնեգանե ալամ դարին թեզորաշ թոհու զոհեր շաբադար ջալոլաշ Kallame cismyar dido haşekar şod nuri azim bar motolun emut tam cit konid sorut habe Rehan molut zanuz
ասում է, որ այն բարձրալի առջև ամենքս պետք է ծունկիքանք եւ իրան պաշտենք, փառաբանենք եւ երկրպագենք։ Իր ծնունդը շնորհավոր լինի ամեն աշխարհի երկրագնդի ու մոլորակի համար։ Ամեն։ Hokme masih mohabbat haris Enjileu mojde salamatis Dar hovate name masih shavadur Gamo andu Bongam bakhshat sorut haye shademani nemateus hame az rahmatof ze khodas tamjid konid Ամեն ցունք պիտծրվի եւ լեզու թավանի, որ Հիսուս Քրիստոս մեր Տերն է, թագավորների թագավորն ու տերերի Տերը։ Ուրեմն այնպես արժանի է իրեն փառավորենք Տիրոջը։ Ամեն։ Ծափերով Աշխարհ ցնցա այսօր ցնցա միշտ ավիտյան Քանզի ծնվեց արքան հզոր Իշխան խաղաղության Իշխան խաղաղության Ելով երկիր ահագգա Հասկացույց անգալի Ողջույն Էմանուելին, ողջույն Որթիկ բերքրին հնչեն փողոբելյան Օծյալան մաթակավորի Երկեն երկողության Քեզ ավետիվ եկավ ասելով հրճագիր Տեր Gochir mishto sana, gochir mishto sana.
թագավորի զավակները ծնվում են պալատներում, հարուստները լավներ, բայց Հիսուս, որ Տերն էր, և երկինքը երկիր բերավ Հայր Աստվածը, գիտեք, իր բարձրունքի ցած եկավ և Հիսուսի մեջ մարմնացավ, իր խոնարհությունով, իր սերով մեզ սովորեցնում է, որ ինչպես պիտի մենք խոնարհ լինենք և սերով լի, և ինչքան գնահատելի է Տերոջ գործը, մենք ոչ մի լեզվով չենք կարող արտահայտվել է Տերոջ սերը և իրան շնորհակալություն հայտնենք, և Տերը միայն ու միայն մեր սիրտն է ուզում, եկեք այսօր թողնենք նորից Հիսուս ծնվի մեր սրտերը։ Հիսուս մանուկ մոկերը եկան երկրպագության ծնվեցիր գոմում դու Հիսուս մանուկ մոկերը եկան երկրպագության հիմա իմ հերթն է Ծնվիր սրտում մանուկ Հիսուսի հիմա իմ հերթն է ծնվիր իմ սրտում մանուկ Հիսուսի ծնվեցիր Հիսուս դու աշխարհ եկար ու այս աշխարհից մեզ լույսի տարար ծնվեցիր Հիսուս դու աշխարհ եկար ու այս աշխարհից մեզ լույսի տարար հիմա դու ծնվիր մեր սրտերի մեջ որ մենք լույս լինենք մանուկ Հիսուսի հիմա դու ծնվիր մեր սրտերի մեջ որ մենք լույս լինենք մանուկ Հիսուսի որ հետո կլինի ամեն ինչ, խաղաղություն, ուրախություն, սեր, զորություն։ Ծնունդդ օրհնյալ լինի մեր Հիսուս, մեր սրտերի մեջ, սիրո մեծ Աստված, ծնունդդ օրհնյալ լինի Տեր Հիսուս, մեր սրտերի մեջ, սիրո մեծ Աստված, հիմա օրհնավիր մեր սրտերի մեջ ու ինքդ գործիր սիրո մեծ Աստված, հիմա օրհնավիր մեր սրտերի մեջ ու ինքդ գործիր սիրո մեծ Աստված, սիրո մեծ Աստված, սիրո մեծ
Amen. Հալելույա։ Փարքեստեր։ Ուրեմն մաշկաներներն ասեցին փրկի գալստյան մասին, որ շուտով աշխարհ կգա, որ փրկի մարդկանց։ Մաշկաներներն ասեցին եւ կատարվեց։ Մաշկաներներն ասացին փրկի գալստյան մասին, որ շուտով աշխարհ կգա, որ փրկի մարդկանց, Հիսուս պիտի գոչվինա, Քրիստոս պիտի գոչվինա, ու կտանի նա մարդկանց մահից դեպի կյանք, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել։ Ծնվեց Աստծո որդին, երկնքում Աստծո փայլեց, լույս փայլատակեց, հայտնվեց հրեշտակը մի քանի հովիվների, ավետի սեմբերում ցես, Հիսուսն է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել։ Ամեն, հալելույա։ Ուրախ եք, որ մեզ համար փրկիչ է ծնվել, այսօր ուրախության օր է, ամեն։ Եվ կոչեցի Հիսուս յանալի, եկավ երկիր սովրեցնելու, և իր հորկամ կատարելու, ահա ծնվեց լույս աշխարհի, և կոչեցի Հիսուս յանալի, եկավ երկիր սովրեցնելու, և իր հորկամ կատարելու, մարդիկ եկեք երգենք, Աստծո անունը փառաբանենք, հաղորդակցության մեջ մտնենք, քանի այսօր ժամանակն է։ Մարդիկ եկեք երգենք, Աստծո անունը փառաբանենք, հաղորդակցության մեջ մտնենք, քանի այսօր ժամանակն է։ Շատ հիանալի ու հրաշալի է, ամեն։ Այստեղ եմ ես Հիսուսն
ասած Կիստը բեկցերեություն Բասնզի բերս թեթև է Եվ իմ լուծը շատ քաղցր է Այստեղ եմ ես Հիսուսն ասած Դու կիստը բեկցերեություն Բասնզի բերս թեթև է Եվ իմ լուծը շատ քաղցր է Ապա մարդիկ եկեք եշքենք Աստծո անունը փառաբանենք Հաղորդակցության մեջ մտնենք Քանի այսօր ժամանակն է Ապա մարդիկ եկեք եշքենք Աստծո անունը փառաբանենք Հաղորդակցության մեջ մտնենք Քանի այսօր ժամանակն է Քանի այսօր ժամանակն է Քանի այսօր ժամանակն է Մեծ ծափարություն Տիրոջ համար Հիսուս Փրկչի համար Ամեն ամեն Բարի օր բոլորին եւ շնորհավոր Հիսուս Քրիստոսի ծնունդը Ինչպես խոսքը կրկնվում է ինչքան ասենք դեռ քիչ է Ուրեմն Եսայա 9:6-ն որ ասում է որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ մեզ մի որդի տրվեցավ եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա եւ նրա անունը կկոչվի սքանչելի խորհրդական հզոր Աստված հավիտենականության իշխան Այո Ես հիմա քույրը երկա բայց նույն երկա բայց հիմա ես բանաստեղծության պես ուզում եմ Քրիստոսի ծնունդը ինչպես որ ասում եմ մարգարեները ասացին ես ցանկանում եմ բանաստեղծության պես նորից ու նորից ասենք ինչքան կրկնենք այնքան քաղցր է Մարգարեներն ասացին Փրկչի գալստյան մասին թե շուտով աշխարհ կգա որ փրկի մարդկանց Հիսուս պիտի կոչվի նա Քրիստոս պիտի կոչվի նա ու կտանի նա մարդկանց մահից դեպի կյանք ուրախացեք ով մարդիկ ցնծացեք Աստծո որդիկ ուրախացեք ով մարդիկ որովհետև մեզ համար փրկիչ ծնվեց մեզ համար մի մանուկ ծնվեց Լուսո մի գիշեր էր երբ ծնվեց լուսո որդին երկնքում աստղը փայլեց լույս փայլատակեց հայտնվեց հրեշտակը մի քանի հովիվների ավետիս եմ բերում ձեզ Հիսուսն է ծնվել Աստված մեզ այնպես սիրեց որ իր որդին ուղարկեց եւ ազատեց մեզ մեղքից որ փրկի մահից Դե հիմա եկեք մարդիկ, ցնծացեք Աստծո որդիկ Փառաբանեք մեր Աստծուն, փրկիչն է ծնվել Շնորհավոր Սուրբ ծնունդ եւ բոլորիս ուրախություն Թե այսօր մեզ մի մանուկ ծնվեցավ Դավթի քաղաքումը որ է Քրիստոս Տերը Ղուկաս 2:11 Ցավարը անցավ լույս շողերի ջան երկինքը բացվավ Աստծո միածինը մի մարմին հագավ եւ իր ամբողջ փառքով երկինքը լցրավ Աստծո միածինը մի մարմին հագավ եւ իր ամբողջ փառքով մարդիկը լցրավ Լույս մանուկ Աշխարհին դու բերիր լույս մանուկ Մութ աշխարհին դու բերիր լույս մանուկ Արևը ծագեց խավարը անցավ լույս շողերնի ջան երկինքը
բացվալ Աստծո միածինը մի մարմին հագավ Եվ իր ամբողջ փառքով երկինքը լցրավ Աստծո միածինը մի մարմին հագավ Եվ իր ամբողջ փառքով երկինքը լցրավ Լույս, լույս, լույս մանուկ, լույս, լույս, լույս մանուկ Մութ աշխարհին դու բերիր Լույս, լույս, լույս մանուկ Լույս, լույս, լույս մանուկ Լույս, լույս, լույս մանուկ Մութ աշխարհին դու բերիր Լույս, լույս, լույս մանուկ Ապրեք Մատթեոս 1 ասեք նա որդի կծնի եւ նրա անունը Հիսուս կդնես Մատթեոս 1:21 ապրեք Տիրոջը նորը նա արժանի է Տիրոջը փառք տվեք նա արժանի է Տիրոջը փառք տվեք նա արժանի է Տիրոջը փառք տվեք նա արժանի է Հալելույա փառք հալելույա Հալելույա փառք հալելույա Հալելույա փառք հալելույա Տիրոջը փառք տվեք նա արժանի է 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 Հալելույա փառք հալելույա Հալելույա փառք հալելույա Հալելույա փառք հալելույա Հալելույա փառք քեզ հալելույա Ամեն Հիմա սիրելիներ շատ կարևոր պահ է Այսօր մեկը մեզ հյուր է գալի Մի կարևոր հյուր ունենք մենք Ով է գալի մեզ հյուր? Ձմեր պապի Ասվածը արդեն այստեղ է Բայց միասին Ձմեր պապի Ձմեր պապի Ձմեր պապի Ձմեր պապի Ձմեր պապի Եկա ես հերու տեղերից, որտեղից, Մասիսի վրայից, ձների միջից, գիտեք ինչու, որովհետև Աստված ձեզ շատ է սիրում, ինձ ուղարկեց, կամ ձեզ լավ նվերներ տամ, կուզեք, բրավո, ամենամեծ նվերը ինչ է, որ դուք ստացել եք, ապրեք, մեր ամենամեծ նվերը Տեր Հիսուսի ծնվելն էր, մեզ համար,
Ճիշտ է։ Այո։ Ավելանում է։ Վայ, վայ, փառք Աստծո։ Փառք Աստծո, փառք Աստծո։ Կուզեք ես այդ անցած դուք վերև լինեք, որտեվ թիվները շատացավ։ Ով խոսք ունի, Աստծո համար, երկ, համար, օրհնություն, Նոր տարվա գիշեր, ով ունի, զանգակներ, սիրուն զանգակներ, կհնչեն անդադար, նոր տարվա Ով հայր մեր, որ երկանքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկանքում, այնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, և մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաներին, ու մեզ փորձության մի տանիր, հապաչարից մեզ ազատիր, քանի որ Քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հավիտյանս, հավիտենից, ամեն։ ապրես, 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 ապրես։ Հիսուսի ծնունդն է, տարվա սկիզբն է, մեփան պետք է խոստանանք իրան, ինչ, հիմա ես կասեմ, ձերքդ դիր սրտիդ վրա, ահա, ապրեք, ես կոմ ես չեմ տեսնում, ապրեք, հիմա ինձ հետ կրկնում եք, Հիսուս, արի, բնակվի, որդ է սրտումս, քեզ շատ եմ սիրում, հիմա ինձ հետ մնա, ինձ հետ ապրի, ինձ էլ քեզ հետ ապրեցրու, Հիսուսի անունով, ամեն, հիմա որ դուք այսքան լավ բալաներ եք, մեկ առ մեկիդ համար ունեմ շատ գեղեցիկ նվերներ, կուզեք, ուրախ եք, դե վեր թռեք, Մայրամիկը, ես չեմ ճանաչում, Մայրամիկը, Համեցեք, Էստերիկը, Էստերիկին, Սուզին, Էսա, Միլենա, Համեցեք, ես կոմից կնացեք, Արսեն, Կոնտ, համեցեք, Արդիոմ, Աշոտ, Ստեփանի, Ալվինա, Աննա, Միլանա, այս կոմ, համեցեք, Արման, Բրավո։ Ունենք թմեր պապին ունի մեր սիրելի նվագիչի համար, որ հացած տվեք մեր կադեի համար։ Ես ինչ փոք բալայա, Ամենը Աստված օրհնի, բոլոր երեխաներ ունեն, որոշներն են գրում չեն եք։ դե լավ, ես եթամ, Պետք է ասենք, շնորհակալություն ծմեր պապին։ Սիրելի բալիկներ, հատկապես որ այստեղ եք, ամեն օրը գնահատեք, ձեր մանկությունը նվեր է, ամեն, գնահատեք ձեր ծնողներին, գնահատեք ձեր ընկերներին և ձեր եկեղեցին,
Հալելույա, սիրելի եկեղեցի, շնորհավոր եկող Սուրբ Ծնունդը եւ նոր տարին։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, որ մենք խոսում ենք Սուրբ Ծննդյան մասին, իհարկե մենք գիտենք, որ դա մեր Փրկչի ծննդյան օրն է, քրիստոնյաներս։ Բայց աշխարհը հաճախ դա մոռանում է, բայց մի բան, որ չի մոռանում, մի քանի կարևոր բան է Քրիսմասի հետ կապված։ Սիմվոլներ են, Քրիսմասի սիմվոլները։ Եվ դրանցից մեկը դրանք նվերներն են, մենք տեսանք, ճիշտ է։ Ինչ Սուրբ Ծնունդ առանց նվերների։ Եվ երկրորդը, ով կարող է ասել, որն է։ Լույսերը, ճիշտ է, տոնածառը եւ լույսերը, ամբողջ քաղաքը զարդարվում է լույսերով, Սուրբ Ծննդյան լույսերով, եւ առանց խոսքերի պարզ է, որ սա մի հատուկ ժամանակ է տարվա մեջ։ Ամեն։ Եվ գիտեք, այս երկու սիմվոլը Սուրբ Ծննդյան եւ նվերները եւ լույսերը իրենց հիմքը մենք գտնում ենք Քրիստոսի անձի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին, եւ մենք կնայենք դա այսօր։ Մարդկությանը տրված ամենաթանկագին նվերը, որ երբևէ տրվել է մարդկությանը եւ երբևէ կտրվի, դա Հիսուս Քրիստոսի անձն է։ Եվ մեր երկնային հայրը այդ ամենաթանկագին նվերը մեզ տվեց։ Ամեն։ Քրիստոսի անձի մեջ մեր երկնային հայրը մեզ տվեց որպես նվեր իր սերը, ամեն, իր ներումը, իր շնորհքը եւ իր ողորմությունը։ Սրանք ամենաթանկագին նվերներն են։ Գիտեք, մեր երկնային հայրը ինքը տվող է։ Ես հավատում եմ, որ երկնային հոր սիրո լեզուն նվերներն են եւ տալն է, զոհաբերելն է։ Ում սիրո լեզուն է նվերը։ Այ իմ սիրո լեզուն նվերն է։ Ես արդեն գիտեմ, որ Մարիամ քույրիկի սիրո լեզուն նվերն է, որովհետև այս գեղեցիկ նվերները, որ տեսակ, նա է պատրաստել երեխաների համար, Աստված օրհնի քեզ։ Եվ գիտես, նա սա արել է առանց որևէ մեկի խնդրանքի եւ առանց որևէ մեկի պարտադրանքի, ինքը արել է ի սրտե։ Եվ ես գիտեմ, որ այս զոհը Տիրոջ մոտ շատ թանկագին է։ Սիրելիս, ինչ ես դու փնտրում եկեղեցում, դիրք, թե ծառայություն։ Այ ինքը ոչ մի դիրք չունի, ինքը գալիս է, քույրիկ է, բայց նա ընտրեց ծառայությունը։ Ինչ ենք մենք այսօր եկեղեցում փնտրում։ Դիրք, բարձրախոս, թե ծառայություն։ Քննենք մեր սրտերը, ամեն, այս Սուրբ Ծննդյան օրերին։ Հալելույա։ Եվ այսօր, եթե դու գաս մեր տուն, մեր տոնածառի տակ էլ լիքը նվերներ կա կապած։ Եվ գիտեմ, որ ձեր տոնածառների տակ նույնպես։ Բայց սիրելիս, այդ գեղեցիկ խաղալիքների եւ մնացած բանի հետ մեկտեղ չմոռանանք միմյանց տալ այն թանկագին նվերները, որ մեր հայրը մեզ տվեց։ Ինչ որ մեկին պետք է ներես, դու այս Սուրբ Ծննդյան օրերին հետ մի պահիր այդ թանկագին նվերը։ Արդյոք ներում ունես տալու ինչ որ մեկին, մի մոռացի այդ նվերը։ Արդյոք ողորմություն պետք է ցույց տաս մեկի նկատմամբ, մի մոռացի այդ թանկագին նվերը։ Արդյոք պետք է դու շնորհք ցույց տաս, մի մոռացի։ Ամեն։ Մատթեոս 3:16 Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց աշխարհը դատելու համար, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդուն։ Եվ ահա սա է դատաստանը։ Լույսը եկավ աշխարհը։ Հիշում եք երկրորդ սիմվոլը, առաջինը նվերն էր, երկրորդը լույսը, ճշմարիտ լույսը, որ եկավ Աստծուց, Հիսուս Քրիստոսը, եկավ այս աշխարհ։ Սակայն ինչ եղավ, մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, ինչու, որովհետև իրենց գործերը չար էին։
Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը։ Ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։ Ամեն։ Հալելույա, հալելույա։ Քրիստոսն է այս լույսի հիմքը, ամեն, ճշմարիտ լույսը։ Սա միայն սիմվոլիկա է, աշխարհը, գիտեք, զարդարում է լույսով իր տները, հաճախ մոռանալով ով է ճշմարիտ լույսը, ճիշտ է։ Հովհաննես 8:12-ը Քրիստոսը ինքը խոսում է իր մասին ու ասում է ես եմ աշխարհի լույսը։ Ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Փառք Հիսուսին, որ նա մեզ համար հնարավոր դարձրեց եւ մենք կյանքի լույսը ընդունեցինք բոլորս մի օր։ Ամեն։ Մեր հոգու աչքերը լուսավորվեց, որ մենք իր կյանքի լույսը տեսնենք։ Հալելույա։ Եվ ոչ միայն սա, բայց Քրիստոսը ինչ է ասում։ Մատթեոս 5:14-16 ասում է. դուք եք աշխարհի լույսը։ Դուք եք ամեն մեկը Քրիստոսի միջոցով աշխարհի լույսն եք։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում են եւ գրվանի տակ դնում, այլ դնում են աշտանակի վրա եւ այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այդպես էլ թող որ ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Սիրելիս Տերը հրավիրում է, որ քո լույսը շարունակաբար փայլեցնես։ Մի վախեցի։ Լույսը թող որ փայլի։ Գիտեք, ընդհանրապես հեշտ չի փայլացնել քո լույսը խավարի մեջ, որովհետև երբ որ պատկերացրեք մեծ խավարում մի փոքրիկ լույս է վառվում, ամբողջ ուշադրությունը գալիս է այդ լույսի վրա եւ խավարը ուզում է այդ լույսը կլանել։ Եվ մարդիկ, ովքեր լույսի որդիներ են, հաճախ հարձակումների եւ հալածանքների են ենթարկվում։ Ինչու՞։ Որովհետև խավարը ատում է լույսը։ Որովհետև երբ որ լույսը գալիս է, լույսը մերկացնում է մեղքը։ Լույսը ցույց է տալիս, որ սա սխալ է։ Ճիշտ է։ Եվ դրա համար խավարը ատում է այդ լույսը։ Հաճախ խավարը ուզում է մեզ ինչ անել։ Մեզ վախեցնել, որպեսզի մեր լույսը չփայլի։ Մի վախեցիր, սիրելիս, որովհետև նա ով ապրում է քո մեջ, ավելի ուժեղ է, քան թե նա ով այս աշխարհում է։ Հավատքի հոգին, Տիրոջ զորավոր հոգին միշտ հաղթական է։ Ամեն։ Հալելույա։ Մենք տեղափոխվեցինք խավարի թագավորությունից դեպի Հիսուս Քրիստոսի լույսի թագավորությունը եւ մենք լույսի որդիներ ենք։ Լույսի որդիներ ենք, ամեն։ Հալելույա։ Ուրեմն այս երկու միտքը թող քո սրտի մեջ լինի։ Ճշմարիտ նվերը Հիսուս Քրիստոսն է եւ մենք էլ միմյանց նվիրենք սեր, ներում, ողորմություն եւ շնորհք այս սուրբ ծննդյան օրերին։ Ամեն։ Հալելույա։ Եվ երկրորդը ճշմարիտ լույսը Հիսուս Քրիստոսն է եւ նրա միջոցով մենք էլ լույսի որդիներ ենք։ Թույլ տանք, որ մեր լույսը լուսավորի։ Ամեն։ Հալելույա։ Երբ որ դու գնում ես ինչ որ մեկի ծննդյան տոնին, դու չես գնում դատարկ ձեռքերով, ճիշտ է։ Դու տանում ես նվեր, մի նվեր, որ այդ անձը կհավանի, նրան հարմար կլինի։ Եվ հիմա մի հարց, ինչ նվեր ես բերել դու թագավորի ծննդյան օրը։ Ինչ նվեր դու կարող ես բերել թագավորի ծննդյան օրը, եւ ոչ թե սովորական թագավորի, այլ թագավորների թագավորի։ Ինչ կարող ես դու բերել։ Հալելույա։ Գիտեք, շատ ճիշտ է, այո, հնազանդություն էր ասում։ Բայց մենք կնայենք այսօր Մատթեոս 2-րդ գլուխը եւ կտեսնենք, թե ինչ եղավ, երբ որ Քրիստոսը ծնվեց այդ գիշերը Բեթլեհեմում։ Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդես թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասեցին.
Որտեղ է հрեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում եւ եկանք, որ նրան երկրպագություն անենք։ Հետաքրքիր է, չէ, այս մարդիկ իրենք իմաստուններ էին, այնպիսի գիտելիքների տեր, որ աստղերը կարողանում էին կարդալ։ Եվ աստղը նրանց բացատրել էր, որ Հրեաստանում թագավոր է ծնվել։ Հետաքրքիր է, չէ։ Ընդհանրապես Աստվածաշնչում այնքան գաղտնիքներ կա, սա գաղտնիքներից մեկն է։ Եվ իրենք եկել էին ու ասում էին, որտեղ է այդ նորածին թագավորը։ Եվ այս լուրը մեծ շփոթություն բերեց Երուսաղեմում։ Հերովդես թագավորը շատ վրդովվեց, կանչեց իմաստուններին ու հարցնում էր, որ քաղաքում է գրված, թե պիտի ծնվի Մեսիան։ Եվ ասեցին, նա պետք է ծնվի Հրեաստանի Բեթլեհեմում։ Եվ Հերովդեսը պատվիրեց Մոգերն ու ասեց, գնացեք, իմացեք Բեթլեհեմում, որտեղ է այդ երեխան ծնվել եւ եկեք ինձ էլ ասեք։ Եվ Մոգերը գրված է եւ այստեղ մի շատ կարեւոր բան էլ շեշտեմ։ Սա մարգարեություն է Միքիայի մարգարեի գլխից, որտեղ գրված է. Հրեաստանի Բեթլեհեմ, Հուդայի երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովելու է իր ժողովրդին Իսրայելին։ Տեսնում եք, մարգարեություն հարյուրավոր տարիներ առաջ եւ դա իրականանում է։ Եվ ուրեմն Մոգերը թագավորի հրամանով գնում են Բեթլեհեմ եւ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկան եւ կանգնեցին այն տեղը, որտեղ երեխան էր։ Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր Մարիամի հետ եւ գետնին ընկնելով երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց նվերները, նրան ընծաներ մատուցեցին, ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եվ երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Մենք տեսնում ենք, որ Մանուկ Քրիստոսին առաջին նվերներ բերողը հենց այս 3 մոգերն էին։ Եվ մենք կնայենք, թե նրանք ինչ նվերներ բերեցին, որովհետև իրենց նվերները շատ տեղին նվերներ էին։ Դրանք մարգարեական նվերներ էին։ Եվ մենք էլ այսօր նույնատիպ նվերներ պիտի բերենք։ Առաջինը, սիրելիս, ոսկին էր։ Ճշմարիտ թագավորական նվեր։ Թագավորին հարմար մի նվեր։ Այդ ամենաթանկագին մետաղը այն ժամանակ եւ հիմա էլ շատ բան չի փոխվել։ Հալելույա։ Եվ այդ նվերը մարգարեանում էր ու ասում էր. այս երեխան, որ ծնվել է Բեթլեհեմում, սովորական երեխա չէ, նա թագավորական երեխա է, նա թագավոր է։ Ամեն։ Ինչպես ենք մենք մատուցում ոսկին։ Որն է ոսկին։ Դեք ոսկին, այսպես դու չես թողնի ընկած մի տեղ, դու ոսկին լավ պահում ես։ Այնինչ որ թանկարժեք է, դու հոգատարությամբ պահում ես։ Աստծո խոսքը Առակաց 4:23-ում ասում է. ամենից ավել քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Ուրեմն ճշմարիտ ոսկին, դա մեր սիրտն է։ Մեր սիրտը շատ թանկարժեք է Տիրոջ աչքերի առջև։ Եվ միայն նա է արժանի, որ մենք մեր սիրտը որպես նվեր բերենք իրեն։ Այսօր Սուրբ Ծննդյան համար եւ ամեն օր։ Եվ բերես քո սիրտը ամբողջապես լրիվ լիովին քեզ հանձնես Տիրոջը։ Մատթեոս 22:37-ում Քրիստոսը ասում է. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով, եւ սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Ամեն։ Ուրեմն մեր սիրտը այդ ոսկին է, որ մենք պետք է բերենք Տիրոջը։ Ամբողջապես նրան հանձնվենք եւ այո, ամբողջապես նրան հնազանդվենք։ Ամեն։ Հալելույա։ Ես մի շատ լավ ընկերուհի ունեմ, ափսոս եղբայր Թադեն գնաց, բայց Արմինե Հայրապետյան նա շատ
տաղանդավոր երաժիշտ է եւ հրաշալի քույր եւ մի լավ երգ է գրել Սուրբ Ծննդյան մասին։ Եվ ես կրկներքը կերգեմ։ Շնորհավոր թող լինի քո ծնունդը Հիսուս, իմ այս երգն եմ բերում քեզ ընծան, իմ արքա ամենաթանկագինը, ես իմ սիրտն եմ տալիս, ձեռքերում հոգատար քո թող այն բաբախի, շնորհավոր թող լինի քո ծնունդը Հիսուս, իմ այս երգն եմ բերում քեզ ընծա, իմ արքա ամենաթանկագինը, ես իմ սիրտն եմ տալիս, ձեռքերում հոգատար քո թող այն բաբախի։ Հալելույա։ Սիրելիս, երբ որ դու քո սիրտը տալիս ես Քրիստոսին, քո սիրտը միշտ պաշտպանված կլինի։ Քո սիրտը երբեք չի կոտրվի։ Այդ մարդիկ են, որ այսօր քեզ սիրում են, մի քանի ամսից այլևս քեզ չեն սիրում։ Սա մարդկային սերն է, կիսատ պրատ։ Եվ քո սիրտը միշտ ինքը կկոտրվի, եթե դու վստահում ես մարդկանց։ Ճշմարիտ Քրիստոսի սերը քո սիրտը միշտ պահում է ամբողջական։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Եվ ուրեմն երկրորդը կնդրուկն էր, երկրորդ նվերը։ Եվ որն է այդ կնդրուկը, սիրելիս, դա այն անուշահոտ բույսն է, խեժը, ծառի, որից խունկ են պատրաստում։ Եվ գիտեք, մեր կաթոլիկ եկեղեցին, մեր առաքելական եկեղեցին, նա ինչ է անում, այդ խունկը ծխեցնում է, ճիշտ է, հոգևոր ծիսակատարությունների ժամանակ, եւ դա հոգևոր խորհուրդ ունի։ Դա սիմվոլն է, ինչի, երկրպագության եւ աղոթքի։ Եվ կնդրուկը, երբ որ մոգերը բերեցին, սա մարգարեական նվեր էր եւ պատմում էր, որ այս երեխան, որ ծնվել է Բեթլեհեմում, սովորական երեխա չէ, բայց Աստված է եւ Աստծո որդի է, որին պետք է երկրպագել։ Ամեն, հալելույա, հալելույա։ Սիրելիս, Սաղմոս 141:2 ասում է, Դավիթը աղոթում է, ասում է, իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, եւ իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարակը։ Մենք տեսնում ենք, որ խունկը դա աղոթքն է եւ երկրպագությունն է։ Եվ ուրեմն, երբ որ դու բերում ես կնդրուկ, ինչպես ես դու բերում այդ նվերը, քո ամեն օրյա երկրպագությունը եւ քո ամեն օրյա աղոթքները անուշաբույր խունկ են եւ դրանք բարձրանում են։ Գիտեք, չկա աղոթք, որ Տերը չի լսում։ Քաջալերվի քո հավատքի մեջ։ Ես հետ եմ նայում իմ կյանքին ու ես տեսնում եմ, որ ես չի եղել մի աղոթք, որ ես աղոթեմ ու Տերը չլսի։ Նրա ժամանակները հավատարիմ են։ Երբեմն մեզ թվում է, որ նա ուշանում է։ Երբեմն մեզ դժվար է լինում, բայց մենք պետք է վստահենք նրան, որ նա չի ուշանա, որ նա կգա եւ կհասնի։ Ամեն, որովհետեւ քո աղոթքները նա լսում է, սիրելիս։ Բեր նրան քո երկրպագությունը, ընդհանրապես ում որ մարդը երկրպագի, նրան էլ կնմանվի։ Ճիշտ է։ Տեսել եք այդ հայտնի երգիչներ կամ դերասաններ, նրանց երկրպագուները, այսպես փոքրատառով, շատ նման են իրենց, նույն սանրվածքը, նույն մազերը փորձում են նմանվեն։ Դա հոգևոր օրենք է, ում որ երկրպագում ես, դրան էլ նմանվում ես։ Ուզում ես դու նմանվես Քրիստոսին։ Ուզում ես կերպարանափոխվես, նրա բնավորությունը նմանվես նրան, երկրպագիր նրան։ Ամեն օր նրա հետ ժամանակ անցկացրու, նրա հետ աղոթքների մեջ եղիր եւ դու կկերպարանափոխվես, դու նույնը չես մնա։ Ամեն։ Իսկ եթե լինենք Քրիստոսի նման, այսինքն ինչ ենք լինում։ Կատարյալ։ Ճիշտ է, դառնում ենք կատարյալ, փառք Աստծո։ Եվ երրորդը դա զմուրսն էր։ Զմուրսը նորից բուսական ծագման
այդ նյութն էր, որով հնում պատում էին մահացածների մարմինները, զմռսում էին։ Embalm, ասում են անգլերենով, they were embalming. And the English words are gold, frankincense and myrrh. So զմուռսը միրն է։ Եվ հիշում եք Քրիստոսը, երբ որ խաչից հանեցին, Հովսեփը, Արամեթացի եւ Նիկոդեմոսը նրա մարմինը վերցրեցին եւ նրա մարմինը զմռսեցին եւ դրեցին այդ քարանձավի մեջ։ Եվ զմուռսը ունի հականեխիչ հատկություններ։ Ինչ էր պատմում զմուռսի նվերը մարգարեական, որ այս երեխան մի օր կատարելու է իր կատարյալ զոհը եւ մահանելու է զոհաբերող մահով մեզ համար։ Դա էր պատմում։ Գիտեք, մենք երբ որ խոսում ենք Քրիստոսի խաչի մասին եւ Քրիստոսի զոհի մասին, մենք միշտ խոսում ենք կարծես թե խաչի մասին, խաչելության, զատիկի մասին ենք խոսում, բայց Քրիստոսի զոհը սկսվում է Սուրբ Ծննդից։ Ճիշտ է։ Երկնքի թագավորը, խաղաղության իշխանը, հավիտենության հայրը, սրանք նրա անուններն են, թողեց իր փառքը եւ ծնվեց այս երկրագնդի վրա սովորական մարդկանց մեջ։ Հետաքրքիր է, քույրն էլ ասում էր երգի ժամանակ, թագավորները պալատներում են ծնվում, հարուստները լավ տներում են ծնվում, բայց ինքը ծնվեց ոչ միայն հասարակ տեղ, բայց այդ պահին անգամ հյուրանոցում տեղ չկար նրա համար։ Այս ամենը մարգարեական է։ Եվ նա ծնվեց գոմում, կենթանիների մեջ։ Գիտեք, որպես փոքրիկի մայրիկ, նրանք ովքեր փոքր երեխաներն են, ավելի լավ դա կհասկանան, դու քո լավագույնն ես ուզում անես։ Եթե անգամ ընտանիքը համեստ է ապրում, իր վերջի գումարները խնայում է, որպեսզի լավ մահճակալ գնի փոքրիկի համար, լավ անկողին գնի, որպեսզի հարմար լինի փոքրիկը, ճիշտ է։ Մեր երկնային հայրը ուղարկեց իր թանկագին որդուն, եւ նա ծնվեց գոմում, եւ որովհետեւ մահճակալ չունեին, ինչ արեցին, փաթաթեցին ու դրեցին մսուրի մեջ։ Ո՞րն է մսուրը։ Այդ ամանը փայտի չոր, որ կենթանիները տեղից ջուր են խմում։ Սա էր նրա մահճակալը։ Նա հեզ է եւ հոգով խոնար։ Ասում է եկեք ու սովորեք ինձանից։ Ոչ մի ուրիշ բան չի ասում սովորեք, ոչ զորություն, ոչ իմաստություն, ասում է եկեք ու սովորեք ինձանից, որովհետև ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ամեն։ Ինչ ենք մենք սովորում ու սովորեցնում այս Սուրբ Ծննդյան օրերին։ Հալելույա։ Աշխարհը հեզությունը թուլություն է համարում։ Գիտեք հեզությունը որն է։ Ուժը, որը շատ ուժեղ վերահսկված է։ Այսինքն մարդը կարող է դնի մի րոպեում, լրիվ իր տեղը իր խոսքով։ Այդքան եւ ուղեղ ունի եւ իմաստություն ունի, բայց ընտրում է չանել։ Ինչու, որովհետեւ նա հեզ է։ Սա է հեզությունը։ Հեզությունը ուժ է։ Ամեն։ Եվ Քրիստոս ասում է. «Սովորեք ինձանից, որ ես հեզ եմ ու սրտով խոնար»։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Եվ ինչպես ենք մենք բերում զմուռս, սիրելիս, այ մտածի դրա մասին։ Քրիստոսը Ղուկաս 9:23-ում ասում է. «Եթե մեկը ուզում է հետևել ինձ, թող իր անձը ուրանա, ամեն օր իր խաչը առնի եւ իմ հետևից գա, որովհետեւ ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով իր անձը ինձ համար կորցնի, նա ամեն բան գտնում է»։ Ամեն։ Ինչպես ես դու բերում զմուռս, ամեն օր դու մահանում ես քո հին անձի համար, աշխարհի համար, քո մարմնային ցանկությունների, զգացմունքների համար, ամեն օր դու մահանում ես, ամեն օր դու զմռսվում ես, ասելով թե ես մեռած եմ այլևս եւ ես ապրում եմ Քրիստոսի հետ։ Ուրանում ես մարմնային ցանկություն ու զգացմունք, ուրանում ես ագահություն, փողասիրություն, քո սեփական ինչ որ agenda անգլերեն ասում են, քո սեփականը ուրանում ես, որպեսզի շահես Քրիստոսին։ Ամեն։
որպեսզի ինչ անես, ապրես հոգով։ Մարմինը ուրանում ես, Connected. աշխարհայինը ուրանում ես, որպեսզի ապրես հոգով։ Հալելույա։ Հալելույա։ Ահա այն նվերները, որ դու կարող ես բերես նորածին թագավորին, այսօր եւ ամեն օր։ Ամեն։ Հալելույա։ Ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Քո սիրտը, քո երկրպագությունը եւ ամեն օր կորցնում ես քո անձը, վերցնում ես քո խաչը եւ հետևում ես նրան։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Դու օրհնված ես այս խոսքով։ Փառք Հիսուսին։ Ես կարծում եմ, որ սա էլ նրա նվերներից մեկն է այս խոսքը։ Ինձ նույնպես եւ քեզ։ Հալելույա Տեր։ Շնորհակալ ենք այս խոսքի համար։ Աղոթենք Տիրոջը կարճ, բացում ենք մեր սիրտը։ Գոհանում ենք քեզանից Տեր, որ դու մեզ սովորեցնում ես ճշմարիտ նվերներ մատուցել քեզ։ Հալելույա, քո խոսքը ասում է դու Դավիթն էր ասում էր դու զոհ չես ուզում, թե չէ ես կբերեի քեզ։ Ճշմարիտ զոհը դա կոտրված հոգին է, եւ կոտրված հոգին դու չես մերժի։ Հալելույա։ Մենք մեր անձը կոտրում ենք քո առջև Տեր, մենք հրաժարվում ենք այն բաներից, որ քեզանից չի, աշխարհայինից, ոչ հոգևորից, մարմնավորից, ամեն տեսակ իմաստություն, որը քեզանից չի, Աստծո խոսքը ասում է, որ դիվական է։ Մենք հրաժարվում ենք այդ բաներից եւ մենք միայն ասում ենք այո քո հոգուն։ Մենք մարմնի ցանկությունները զոհում ենք, խաչում ենք, որպեսզի հոգով ապրենք Տեր։ Մենք տալիս ենք մեր ամբողջ սիրտը քեզ եւ օգնի մեզ, որ մենք քեզ սիրենք։ Ամբողջ մեր սրտերով, ամբողջ մեր մտքով եւ ամբողջ մեր զորությամբ։ Եվ մենք բերում ենք մեր աղոթքը, մեր երկրպագությունը, բեր քո լավագույն երկրպագությունը։ Կարող ես ձեռքերդ բարձրացնել Տիրոջը։ Հալելույա, հալելույա Տեր, մենք բերում ենք մեր լավագույն երկրպագությունը Տեր, մեր լավագույն սերը, մեր լավագույն հիացմունքը, միայն քեզ քո եկեղեցին բարձրացնում է իր սիրտը Տեր, բարձրացնում է իր սերը Տեր, քո հարսը, բարձրացնում է իր սերը դեպի քեզ։ Հալելույա Տեր, մենք քեզանով հիանում ենք, մենք քեզ երկրպագում ենք, մենք քեզ գովում ենք, դու արժանի ես։ Հալելույա, թող խունկի պես բարձրանա Մարանաթա եկեղեցու երկրպագությունը քեզ այսօր Տեր, հալելույա, 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 Հիսուս, շինարալականդո դիվիերը, հալելույա, շնորհակալ ենք այն նվերների համար, որ դու մեզ տալիս ես, շինդելելեկանդո դիվիեդրելե բրադո դիվիեդրելե քերոլե մանասադրո, շնորհակալ ենք, որ դու մեզ տալիս ես ներում, որ դու մեզ տալիս ես քո շնորհքը, որ դու մեզ տալիս ես քո ողորմությունը, եւ օգնի, որ մենք ողորմած լինենք, Տեր, ուրիշների հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր մեր հանդեպ մեղք են գործում, որոնք մեր հանդեպ իրենց սխալ են պահում, օգնի, որ մենք ներենք նրանց, լեքելելե մանասակհարա մանասիդիա, որպեսզի քո որդիները լինենք, Տեր, հալելույա, հալելույա, ներում ենք եւ բաց ենք թողնում նրանց, ովքեր մեզ վնասել են կամ մեզ ցավացրել են, Հիսուս Քրիստոսի անունով նրանց պարտքերը ներում ենք, որտեվ դու մեզ առաջինը ներեցիր։ Աստծո խոսքը ասում է, մենք սիրում ենք, որովհետև առաջինը նա մեզ սիրեց։ Ամեն։ Միայն այդ պատճառով, որովհետև նա առաջինը մեզ սիրեց։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Աստված օրհնի ձեզ, սիրելիներս։ Նստեք խաղաղության մեջ եւ կշարունակի եղբայր Ստիվը։ Փառք Հիսուսին, ամեն, գեղեցիկ օր է, չէ, շատ հրաշալի օր է սա, և ես նախքան որ մոռանամ ուզեմ հատուկ շնորհակալություն հայտնեմ, գիտեք նեղություն է գնացել այսօրվա ծառայության համար, և կուզենամ որ շնորհակալությունով մի հատ
ծափահարենք քույր Ալիսին եւ եղբայր Արային։ Այո։ Եվ երեխաները, գիտեք, երեխաները փորձեր են արել, պատրաստվել են այսօրվա համար եւ նույնպես այո, նվագիչները եղբայր Թադեն եւ քույրը, որ այո, քույր Ռոզը որ երգեց, Տերն օրհնի ամենին եւ նույնպես էլ քույրերը որ խոանոցում են։ Գիտեք, այսօրում շատերը ինքնազո ձևով իրանք համով ուտելիքներ են պատրաստել մեր համար։ Սիրով, սրտով, ինչպես որ ասեցինք։ Եվ մի քանի բառել ես կուզենամ կիսվեմ ձեր հետ։ Գիտեք, այս առավոտը շուտ Տերը մի քանի բաներ դրեց իմ սրտից վրա։ Եվ հետաքրքիր քույր Ասղիկն էլ որոշ բաներով նույն բաները ասեց։ Գիտեք, սրանք ցույց է տալի, որ նույն հոգին է։ Նույն հոգին խոսում է տարբեր մեկերի միջոցով։ Եվ ես կուզենամ այս պատմությունը մեկ վարքյան պատկերացնեք։ Պատկերացրեք, որ դուք մի հատ շքեղ տուն եք առնում օտար երկրում։ Եվ դուք գալիս եք այս երկրում եւ ձեր հարազատները եւ ձեր բարեկամները հայտնվում են այն երկրում, որ ձեր շքեղ տունն է։ Եվ հասկանում եք, որ իրանք նեղության մեջ են։ Եվ իրանք տուն չունեն։ Եվ դուք իրանց հրավիրում եք, որ ապրեն ձեր տան մեջ։ Գիտեք, ապահովում եք իրանց այդ տան մեջ, եւ քիչ ժամանակից հետո ձեր որդին ուղարկում եք, որ գնա այդ տան մեջ ապրի ինքը նրանց հետ։ Եվ հետաքրքիր բանն էս է լինում, որ երբ որ ինքը գնում է այնտեղ, ամենակեղտոտ տեղն են իրան տալիս։ Ամենավատ տեղը տալիս են քո որդուն։ Եվ փոխարեն որ իրան հարգեն, իրան փորձում են սպանեն։ Գիտեք, էսի Սուրբ Ծնունդի պատմությունն է։ Զարմանալի պատմություն է։ Գիտեք, շատ անգամ մենք խոսում ենք Մսուրի մասին, խոսում ենք Գոմի մասին եւ մեր համար այսպես ոնց որ սովորական է դարել։ Բայց գիտեք, թագավորների թագավորը իր փառքը թողնում է, իր գահը թողնում է, գալիս է ումերի մեջ, իր ժողովրդի մեջ, այն ժողովուրդը, որ դավանում են, որ մենք Եհովվա Աստծո ժողովուրդն ենք, մենք սիրում ենք իրան, գալիս է տրանց մեջ, գիտեք, Բեթլեհեմի մեջ է ինքը ծնվում, Բեթլեհեմը այն քաղաքն է, որ իր բարեկամներն են այդտեղ, չէ՞, բայց գնում են Հովսեփը եւ Մարիամը տարբեր տեղեր փորձում են, բայց իրանց տեղ չեն տալիս։ Գոմի մեջ է Հիսուսը ծնվում։ Պատկերացնում եք, մեր կենթանի Աստվածը իր սիրով, նայեք, սիրով ինքը իր որդուն ուղարկում է։ Հովհաննես 3:16-ն էսպես ասում։ Այնքան Աստված սիրեց աշխարհին, որ միածին որդուն ուղարկեց։ Եվ գիտեք, հետաքրքիր բանն է սա, որ Մատթեոս 21:37 ասում է, որ սպասում էր հայրը, ասեց, հաստատ իմ որդուս կհարգեն։ Բայց տեսնում ենք, որ անարգում են իր որդուն։ Պատկերացնում եք, իր որդուն իրան դնում են Մսուրի մեջ եւ Գոմի մեջ է այդտեղ ծնվում։ Եվ գիտեք, այդ իր ժողովուրդն են անում։ Եվ նույնպես էլ տեսնում ենք Հերոդ թագավորը։ Գիտեք, Հերոդ թագավորը այլազգի թագավոր չէր։ Հերոդ թագավորը հրյա էր։ Եվ ինքն էլ այսպես մակերեսային հավատք ուներ։ Գիտեք, ինքն ասեց, որ ինձի ասեք ուր դեղա,
որ ես էլ գնամ եւ իրան երկրպագեմ։ Էսի Հերոդ թագավորի խոսքերն է։ Բայց գիտեք հետևից ինքը ծրագիրներ ուներ, որ սպաներ Հիսուսին։ Ճիշտ հակառակը։ Մակերեսային հավատք, բայց հետևից սիրտն ուզում էր սպաներ։ Եվ գիտեք, ասում են, որ առպակաս 14,000 հատ երեխա է սպանում Հերոդ թագավորը։ Առպակաս զարմանալի պատմություն է էսի։ Եվ մյուս զարմանալի մասն է սա, որ 3 մոգերը, անգլերենով ասում է wise men, իմաստուն մեկերին սրանք, իրանք Իսրայելիցին, օտար երկրիցին, անգլերենով ասում է they come from a foreign land in the east. Ինչպես? Ասում են հայերեն, Աստվածաշունչի մեջ չի գրած էտի, այո, Eastern որոշներն ասում են Պարսկաստանա, որոշներն ասում են հայերենին, այո, okay, քույրը շատ վստահ է, բայց գիտեք, իրանք Հիսուսն եկավ ումի համար, առաջ ումի համար եկավ, հրյանների համար եկավ, բայց հրյաններն իրան էսպեսի դիմավորեցին։ Եվ գիտեք, ով իրան ընդունեց, այս մոգերնին օտար երկրից, իրանք եկան, ինչ արեցին, երկրպագեցին Հիսուսին։ Այո, եւ երկրորդը նվերներով իրան դիմավորեցին։ Հիսուսն ինքը, գիտեք, ամենաթանկարժեք նվերն էր։ Հեչ մտածել եք դրա մասին, Աստված կարող էր ավելի թանկարժեք նվեր տար այս աշխարհին, որն ամենաթանկարժեքը։ Ինքն է, կյանք տվող հույսն է եւ լույսն է եւ կյանքն է, ինքը իրանից տալիս է, իրան։ Եվ գիտեք, այս ամեն ինչի մեջ տեսնում ենք, որ իր ժողովուրդ երբ որ չեն ընդունում, փախնում են։ Եվ երազով համ այդ մոգերին ասում փախեք այս երկրից, եւ նույն ճանապարհով էլ հետ չգնաք, համ էլ Հովսեփին ու Մարիամին ասում է դուս ելեք, գնացեք Եգիպտոս։ Զարմանալի բան է։ Եվ մյուս բանը, որ ես ուզում եմ նշեմ, էսա, որ ժամը եկել է մեզ։ Գիտեք, այս պատմությունը շարունակվում է։ Հայտնություն 3:20 այսպես է ասում. Տերը խոսում է եկեղեցուն եւ ասում է, որ ես թակում եմ դռան։ Գիտեք, այս խոսքը որոշները կարծում են, որ աշխարհին է ասում, բայց եթե զգուշ կարդաք Հայտնություն 3 վերջն ասում է, այսի եկեղեցիների համար է։ Եկեղեցիներին ասում է, ես թակում եմ ձեր սրտի դուռը։ Այսինքն մեր սրտի դուռին թակում է Տերը եւ Տերն ուզում է բնակվի մեր մեջ։ Ինչպես որ թակում են դուռերը Բեթլեհեմի, որ ուզում են բնակվին, հիմա էլ Տերը թակում է մեր դռերին, ուզում է որ ներս մտնի եւ բնակվի մեր մեջ։ Եվ ասում է, եթե դու քո սրտի դուռը բացես, ես ներս կմտնեմ եւ միասին մենք ինչ կանենք, ընթրիք կունենանք, կշփվենք իրար, դու կճանաչես ինձ, կենթանի Աստծուն, այսպես ասում Տերը։ Եվ գիտեք, լրիվ նպատակը Աստծո սա է։ Ինքը իր սերը տվեց, իր թանկարժեք նվերը տվեց, եւ ինչ է ուզում մեզանից։ Ամենակարևոր բանը, որ Տերն ուզում է, ինչ է։ Ուզում է, որ մենք իրան սիրենք։ Հիսուսն ասում է Մատթեոս 22:37-ում. Սիրեք ձեր Աստծուն, ձեր Տիրոջը ամբողջ ձեր սրտով, ամբողջ ձեր մտքով եւ ամբողջ ձեր էությունով։ Եվ գիտեք, այս խոսքը հին ուխտ նոր ուխտ չունի։ Հին ուխտի մեջ էլ կրկնվում է, երկրորդ օրինաց 6:5, նույն բանն է Տերն ասում։
շեշտը լրիվ էսա, որ ուզում եմ, որ իմ ստեղծագործությունը ինձի սիրի։ Հովանես 3:16 ասում է, ես սիրում եմ, իմ որդուն տվեցի, եւ այդ սիրո պատասխան ուզում եմ, որ մենք էլ իրանց սիրենք։ Եվ սիրելիս, այս Քրիսմասին մենք, ինչպես որ մեր քույրն ասեց, մեր նվերներով մոտ կանում ենք Տիրոջը։ Գիտեք, նվերը, որ Տերն ուզում է մեր սիրտն է, որ սիրենք իրան։ Եվ կուզեմ, որ ամենովի միաբանվեք ինձ այս աղոթքով աղոթենք Տիրոջը, եւ այս նվերը, որ Տերն ուզում է ամեն օտար բաներից առաջ, մենք խոստովանվենք եւ տանք իրան։ Ամեն։ Ով է ուզում մի բան էլ ինքը տա փրկիչին, որ քեզի փրկել է։ Այո։ Տեր իմ Հիսուս ջան, գալիս ենք քո ներկայության մեջ։ Ուզում ենք, որ քեզի սիրենք։ Սիրելիներ, որ այստեղ են, ուզում ենք, որ պատասխանենք քո սերը, Տեր ջան, որ մենք էլ նույնպես ասենք սիրում ենք քեզ, Տեր։ Մենք չենք ուզում, որ մենակ ստացող լինենք, որտեղ դու ասում ես, որ տվողն ավելի օրհնված է։ Ուզում ենք, որ տանք մեր սերը քեզ։ Եվ սիրելիս, կուզենամ ես խոսքը կրկնեք իմ հետ, Տեր, ես հանձնում եմ իմ սիրտս քեզ։ Դու թակավորիր իմ սրտիս մեջ։ Այդ խորթ ու բորդ տեղերը, որ քեզ փակ չի բերում, դու հարթացրուր։ Դու իշխիր իմ փափակների մեջ։ Այս գալացող տարվա մեջ դու ինձի առաջնորդիր։ Ինձի տար այն տեղերը, որ դու ես ուզում։ Առաջնորդիր իմ ցանկությունները եւ փափակները։ Եվ Տեր, հանձնում եմ իմ միտքս քեզ։ Սա իմ նվերը սա։ Դու իշխիր իմ մտքերիս մեջ եւ ինձ առաջնորդիր։ Ամեն միտք ես գերի եմ վերցնում եւ դնում եմ քո իշխանության տակ։ Եվ իմ մարմինս էլ նույնպես հանձնում եմ քեզ։ Ամբողջովի ես ինձ եմ հանձնում քեզ։ Ինչպես որ դու քեզի նվիրեցիր մեր համար քո մարմինդ, նույնպես էլ ես հանձնում եմ քեզ։ Ամեն։ Տերն օրհնի քեզ, սիրելիս, նրանք որ ես աղոթքը աղոթել են, ես քաչել եմ ամեն օր ես աղոթքն աղոթեք։ Գիտեք, մեր ճանապարհը, որ գնում ենք Տիրոջ հետևից, հնազանդության ճանապարհն է, ինչպես որ մեր քույրն ասեց։ Այո, սիրելիներ, աղոթեմ, որ Տերն օրհնի ձեզ եւ պահի ձեզ եւ քաչալեր եմ, որ ամենդ էլ գնանք այս կողքի սրահը եւ համով ուտելիքներ ենք պատրաստել, ինչ որ ասեցինք եւ միասին ընտրենք։ Ամեն։ Տերն օրհնի ամենիդ։ Փառք Հիսուսին։